Գիտեք, եթե դու հորը որդուն, Սուրբ Հոգուն, Աստծուն ընդունել ես նրան քո սրտի մեջ, գիտես մի բան ասեմ, որ դու համոզված լինես, որ դու փրկված ես։ Երբևիցե քո փրկությունը կասկածի տակ չդնես, պարզապես պիտի Տիրոջ ընդունելուց հետո այն կյանքն ապրես, ինչ որ Տերն առաջարկում։ Միայն այդքանը։ Իսկ Տերը շատ ժամանակ իր խոսքերի մեջ ասում է, իմ կանոնները ծանր չեն, իմ օրենքները ծանր չեն։ Բացի այդ այն ինչ Աստված տալիս է, ամեն մեկից նույն բանը չի տալիս, նույն դժվարությունը չի տալիս։ Եվ գիտի յուրաքանչյուրիս, թե մենք ինչի կարող ենք եւ նա նույնիսկ տալուց հետո էլ շարունակում է մեզ օգնել, որպեսզի մենք կարողանանք հաղթող գտնալ։ Եվ դրա համար հոգևոր մարդը պետք է հետևի Տիրոջ կամքին, նրա օրենքներին, առանց դրա հնարավոր չի Աստծուն մոտենալ։ Իսկ գիտեք, խոսքն ասում է, մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ։ Գիտես, սա նշանակում է նա, որ մենք առաջնային բան ունենք անելու, մեր մոտենալը շատ կարևոր է Աստծուն։ Գիտես, Աստված միշտ մեզ հետ է։ Երբ որ Ադամից քննում ենք, թե ինչ է կատարվում, գիտես, Աստված ստեղծեց իր ստեղծագործությունից հեռու չգնաց եւ ասում էր ամեն շաբաթ գալիս էր, այցելում էր Ադամին եւ այն զրուցում այդ օրը ամբողջովին անց էր կացնում, Աստծուն դուր է գալիս շփվել իր որդիների հետ։ Եվ դրանից հետո տեսնում ենք, թե Աբրահամից հետո Մովսեսի հետ, որ զրուցում էր, ասում էր խորան սարքի, որ ես գամ բնակվեմ իմ ժողովրդի մեջ, եւ Աստված ավելի մոտեցավ։ Եվ դրանից հետո տեսանք, թե որդին ինչ արեց, ամեն բան թողեց եւ ցանկացավ մեզ հետ բնակվել եւ ամեն տառապանքներություն քաշել մեր պատճառով եւ մեզ հետ շփվելու, մեզ հետ սիրելու պատճառով, սիրո պատճառով դա ամեն բանն արեց։ Եվ Աստված գնաց ավելի առաջ եւ նա Սուրբ Հոգին տվեց եւ բնակվեց հենց մեր մեջ, իսկ Սուրբ Հոգու մասին երբ որ խոսում ասում հոգու մինչև խորքերը ամեն ցույց քննում է, ամենտեղ կա Աստված։ Եվ ուզում եմ մի հատ հոգևորող խոսք ասեմ, բայց սա հոգևորի հետ կապ է, սա ուղղակի հոգևորող խոսք չեմ ասում։ Ուղղակի որ դու ավելի հասկանաս, որ դու ինչքան կարևոր անձ ես։ Գիտես, միայն թե նախապես ասեմ, որ չհպարտանաս։ Գիտես, եթե քո մեջ կա միտք, որ քեզ մտատանջում է կամ ժամանակ առ ժամանակ գալիս է քո մտքին, որ ես այդքան կարևոր չեմ կամ չգիտեմ, եկեղեցում էլ չեմ շատ աչքի ընկած եւ այլ, ամենտեղ քեզ sense մի քիչ պահում ես հիմա ասելով, որ հա դե ես ինչ կամ ես ոնց, ասեմ, որ դու էժան մարդ ես անգամ, ես չեմ ասում անարժեք, անգին մարդ ես, թանկագին մարդ ես։ Գիտես, եթե դու թանկարժեք չլինեիր, Տերը իր կյանքը, իր թանկարժեք կյանքը չէր զոհի քեզ համար։ Սա ուզում եմ դու իմանաս վստահ, որ երբ որ դու իրան ընդունել ես, նա հենց քեզ համար իր ամենաթանկը բանը վճարել է, գիտես, որովհետև դու իր համար ամենաթանկն ես։ Հիմա թե աշխարհը ոնց կընդունի, գիտենք, որ աշխարհը այնպես չի ընդունում, ինչպես որ հոգևորին, որովհետև Քրիստոսին էլ չարչարեցին, եւ Աստված ասեց, որ ինձ էլ կնեղացրեցին, ձեզ էլ կարող են նեղացնել, բայց հաղթող լինեք։ Փառքը Տիրոջը։ Եվ կուզեմ առաջի խոսքը ընթերցել առաջի Հովհաննեսից 3-ից։ Տեսեք, թե Հայրը ինչպես սեր շնորհեց մեզ, որ Աստվածո որդի կոչվինք։ Սրա համար աշխարհը չի ճանաչում մեզ, որ նրան չճանաչեց։ Սիրելիներ, հիմա Աստվածո որդիք ենք եւ տակավին հայտնված չէ, թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք, թե երբ որ նա կհայտնվի, նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան ինչպես որ է։ Այստեղ հայտնում է Աստծո խոսքը, որ ասում է Աստված եկավ իր որդիների համար եւ Աստծուն չընդունեցին, չընդունեց աշխարհը չընդունեց։ Եվ ով որ ընդունեց, ամենքս Աստծո որդիներ եւ դուստրեր կոչվեցին։ Ես դրա համար այսօր ուզում եմ ողջունել ձեզ, ասել այն մասին, որ դուք Աստծո որդիներն ու դուստրերն եք, անկախ նրանից ինչ չափի հոգևորներ եք։
Բայց սա չափանիշ չէ, որ դրա մեջ պիտի բավարարվենք։ Մենք գիտենք, որ Տիրոջ ինչքան մոտենանք, Տերը այնքան ավելի է անում մեր կյանքերում եւ Տիրոջ քաղցրությունը տեսնողը երբեք նրան չի թողնի։ Դա այդպես է թե չէ, ով որ ճաշակել է, թե Տերը քաղցր է։ Գիտեք, եւ Տիրոջ քաղցրությունը քեզ ապաշխարության է բերում։ Եվ ապաշխարության երբ որ գալիս ես, Տիրոջն ավելի ես մոտենում։ Այսինքն մաքրում ես քո անձը, սրբում ես քո անձը։ Եվ Հովհաննեսը տեսեք ինչ հետաքրքիր բան է ասում։ Ասում մենք չգիտենք մեր ապագայում մեզ ինչ է սպասվում, մեր հետ ինչ է կատարվելու, ոչինչ չգիտենք։ Բայց մի բան վստահ եմ իմ մեջ, ասում է Հովհաննեսը, որ երբ որ Տերը կգա, մենք նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք։ Դրա համար էլ այսօր խոսում ենք նաև տեսնելու մասին։ Ովքեր կտեսնեն Աստծուն, գիտեք չէ՞ այդ խոսքը, ովքեր կտեսնեն։ Սրտով մաքուրները, որովհետև սրտով մաքուրները Աստծուն կտեսնեն, դա խոսքն է ասում։ Այսինքն քո սիրտը, քո անձը պիտի այնպես մաքրես սրբես, որ Տիրոջը տեսնես, երբ որ Տերը գա։ Գիտեք, շատ ժամանակ մենք ամենքս էս տրամադրված ենք, որ լինելու հափշտակություն, գալու ենք Տիրոջ, Տերը գալու է մեզ տանելու, բայց մենք վաղվա օրը չգիտենք։ Մենք չգիտենք այդ հափշտակությունը երբ է լինելու կամ մեր օրերը ինչքան են։ Դրա համար սիրելիս, ուզում եմ, որ այսօրվանից սկսած մեր անձերի հանդեպ հատուկ ուշադրություն դառնենք, մեր խոսքերին հատուկ ուշադրություն դարձնենք։ Եթե երբևիցե մեր արարքների մեջ, խոսքերի մեջ եղել է դրվագներ, որ հետ ենք դարել, նորից եկել, կցանկանայի, որ այսուհետ կայուն հավատք ունենանք յուրաքանչյուրս, որովհետև կայուն հավատքն է, որ զորավարին դուր է գալիս։ Կայուն հավատք պիտի ունենանք յուրաքանչյուրս։ Տերը օրհնի ձեզ, հավատացած եմ, որ երբ որ Տերը կգա, ամենքս նրան նման կլինենք։ Ամեն։ Դրա համար փոփոխվել է պետք։ Մեր անձերը պիտի փոխենք Տիրոջ կամքին համաձայն։ Եվ ամենը, որ այս բանը հույսն ունի, որ Տիրոջը կհանդիպի, իրանում սրբում է իր անձը, ինչպես որ նա սուրբ է։ Փառք Տիրոջը։ Գիտեք ում հետ է համեմատում ամեն մի մեղավոր մարդուն։ Հիսուս Քրիստոսի հետ։ Ոչ Պողոս, ոչ Ապողոս, ոչ Պետրոս, ոչ մեկ։ Փառք Աստծո նրանց համար, որ Տիրոջը ծառայել են, նրան նմանվել են։ Բայց ամեն ժամանակ խոսքը գնում է նրա մասին, որ Քրիստոսին նմանվեցեք, նրան նմանվեցեք, նրա պես սուրբ եղեք։ Պատկերացնում եք մենք անելիքները, մեր գործերը, թե մենք ինչ կարգի պիտի սուրբ լինենք։ Եվ սա Աստծո համար շատ կարևոր է, ոչ միայն մեր փրկության, մեր պաշտպանության, հեսա խոսալու եմ դրա մասին, այլ հենց մեր անձերի համար, մեր անձերի համար։ Գիտես, սուրբ մարդուն սատանան չի կարողանում ոչ մի բան անել։ Ուզում ես պաշտպանված լինես ամեն ժամանակ, սուրբ կյանք ապրի։ Ապրի այնպես, ինչպես Աստված է սովորացնում, եւ քո ամբիցիաները, բոլոր մտքերը, բոլոր ամբողջ հասկացողությունը մի կողմ դիր, երբ որ Տիրոջ կամքը արա։ Գիտես, ամեն ժամանակ Աստված խոսում է, եթե դու շադիր լես, ինքը միշտ խոսում է քեզ, ասում է ինչ անես, որ դեպքում ինչ անես, ինձ հետ շատ է պատահել։ Բայց երբ որ դու լրացնում ես Տիրոջ ձայնը, արդեն քոնն ես անում, արդեն միաժամանակ Սուրբ Հոգին քո հետ չի խոսում։ Բայց դա նորմալ չէ, այլ քո անձը սրբելով Աստված նոր ճանապարհներ, նոր մտքեր, նոր գաղափարներ է բացում, նոր հնարավորություններ է տալիս։ Այո, չունենալն էլ է մարդու մտքի հետ կապված, որ ինքը դեռ լա պայքարում է մտքով, ուժով, կարողությունով, բայց խոսքն ասում է Տիրոջ օրհնությունն է հարստացնում եւ քո չարչարվելը ոչինչ չի ավելացնի դրան։ Ինչ կարող ես չարչարվել, եթե Տերը չօրհնեց, չես հարստանալ։ Բայց գիտես, շատ ժամանակ Տերը յուրաքանչյուրս գիտի, եթե հարստության մասին խոսք գնաց, ասեն, որ շատ ժամանակ մեր սրտերը գիտի, կարող է եւ մենք այդ հարստությունն ունենանք եւ Տիրոջից երես թեքենք։ Ժամանակ առ ժամանակ մեր ժամանակը տրամադրենք ավելի քան մարմնական ցանկություններին, գնալ այստեղ, գնալ այնտեղ, քան թե Տիրոջ կամ։ Դրա համար համաձայնեք այն մտքեր, որ ինչ որ պետք է քեզ Տերը արդեն տալիս է։ Դրա մեջ դու մնա, հաստատվի դրա մեջ։ Եվ ամեն ով որ այս միտքն ունի, որ Տիրոջը պիտի հանդիպի, նրա երեսը տեսնի, սրբում է իր անձը։ Ամեն ով որ մեղք է գործում, նրա անօրինությունն էլ է անում, եւ մեղքը անօրինություն, եւ գիտենք, որ նա հայտնվեց, որ մեր մեղքերը վեր առնի եւ նրանում մեղք չկա։ Այդպես ինչպես պիտի լինես, քո մեջ պիտի մեղք չլինի ընդհանրապես։ Ամեն ով որ նրանում մնում է, չի մեղանչում, եւ ամեն ով որ մեղանչում է, չի տեսնիլ նրան եւ ոչ էլ ճանաչիլ դրան։ Հիմա մենք մեզ հարց տանք. օրվա մեջ քանի անգամ ենք մեղանչում, մեղք գործում։ Խոսքն ասում է, որ մեղք է գործում, չի տեսնիլ նրան,
ինչքան զգուշություն պիտի ունենանք, չէ՞։ Ինչքան կարևորություն։ Գիտես, սա ժամանակ առ ժամանակ փուլ է, բայց եթե դու կարենաս ճեղքում անես, այստեղ մտքի հարց է, որ դու որոշում կայացնես, թե այս պայծը սկսած ես այսպես պիտի անեմ։ Սա շատ կարևոր է։ Գիտես, երբ որ փորձություն խնդիրների մեջով անցնում ենք, երբևէ ասում ենք, մեզ մի 7 կյանք էր պետք, որ այս դժվարությունն անցնենք, այս ինչ դժվար է։ Գիտես, դա ինչից է, որ շատ երկար է, դժվար է, որ քո որոշումը չես կայացնում։ Դու դեռ ձգձգում ես, դա ամեն ինչը քեզնից է կախված։ Եվ ոչ թե նրանից, որ Աստված է ուշացնում։ Աստված երբեք չի ուշացնում, Փառքը Տիրոջը։ Եվ ով որ ճանաչում է Քրիստոսին, նա մեղք չի գործում։ Եթե գործում է, ուրեմն նրան չի ճանաչում։ Շատ լավ խոսքեր են, ինձ թվում ամեն մեկից մեջ կա այդ բժշկությունը ստանալու, դրա կարիքն ունենք յուրաքանչյուրս։ Եվ ասում եմ անկուք ոչ որ ձեզ չխաբե, նա որ արդարություն է անում, արդար է, ինչպես նա էլ արդար է։ Եվ նա որ մեղք է անում, սատանայիցն է, որովհետև սատանան հենց սկզբից մեղանչում է, նրա համար հայտնվեցավ Աստվածո որդին, որ սատանայի գործերը քանդե։ Փառք Տիրոջը, գիտեք, Աստվածատանան է մեղք գործում անընդհատ եւ Աստծուն դեմ է հակառակ։ Ով որ ուզում է Տիրոջը տեսնի, սիրտը իր թող մաքրի, իր անձը մաքրի, սրբի։ Մի հատ փոքր օրինակ բերեմ արագի մեջ, երբ որ սպիտակ շորերով ամբողջությամբ հագնված լինես եւ քեզ հրավիրեն անտառ ինչ-որ խնջույքի բան, կգնաս sense շատ ժամանակ կանգնած կմնաս, չէ՞, կասես մի հատ հանկարծ մի հատ փայտի չնստեմ, մի հատ բան չկեղտոտվեմ, չէ՞։ Եթե համարենք մարգարեական խոսք եմ սա ասում, որպեսզի ավելի տպավորիչ լինի ձեզ, եթե հագուստի համար այդքան հոգ է ստանում, բա հոգի։ Եթե մեկ սևանալու շորի համար, մի փոքր բանի համար հոգ է ստանում, որ դա կարող ես նորից լվանալ եւ հարմանալ, իսկ քո հոգու մասին չես մտածում։ Փառք Տիրոջը, մենք մտածելու շատ բան ունենք, բայց գիտեք, Աստծով ամեն բան հեշտ է։ Միայն մեզ պետք է ասես գլխի վայր ընկնենք նրա գիրկը։ Եվ դրա համար այսօր լավ խոսքեր կան, որ կարող ես Աստծուն ավելի լավ մոտենալ։ Եվ ամեն ով որ Աստվածանից է ծնված մեղք չի անում, որովհետև նրա սերմը մնում է նրա մեջ եւ չի կարող մեղանչել, որովհետև Աստվածանից է ծնված։ Տեսեք, ասում եմ, եթե դու ամբողջությամբ տրված ես Աստծուն, Աստծու մեջ ես, իսկապես Աստծուց ծնվել ես, Աստված չի կարող մեղք։ Պատկերացնում եք, ոչ թե չի անում կամ մեկ ստացվում է, ասում եմ, չի էլ կարող անել, հասկանում եք։ Սրանով են այն Աստծո որդիները եւ սատանայի որդիները հայտնի։ Ամենը որ արդարություն չի անում, նա Աստվածանից չէ եւ ոչ էլ դրա իր եղբորը չի սիրում, որովհետեւ սա է պատվիրանքը, որ սկզբից լսեց, որ իրար սիրենք։ Գիտես, այս խոսքը ուզեցի անպայման այսօրվա մեջ խոսանք։ Գիտես, կասես եղբայրասիրության մասին սկսվեց խոսալը, նոր Աստծո սիրոջ սրբությունից ենք խոսում, չէ՞։ Բայց ամեն տեղ թե Հովհաննեսը, թե Պողոսը, թե Պետրոսը ամեն ժամանակ խոսում են եղբայրասիրության մասին, որ սրանով Աստծո կամքն ես կատարում։ Սրանով ցույց ես տալիս, որ Աստծո ծառան ես, Աստծո զավակներից մեկն ես, Աստծո ընտանիքի անդամ ես։ Եվ շատ կարևոր է, որ յուրաքանչյուրս մեր անձերում չհամարելով այս մարդին ճանաչում ենք, չեն ճանաչում, բայց եթե քո եղբայրն են, քո քույրերն են, ինչով կարող ես դու միշտ բարին խոսիր, բարին կամեցիր, տեսնում ես ինչ որ հաջողության, ինչ որ ծառայության, ինչ որ Տերը աճեցրել ես, մի բան դարձրես, դու դրա վրա ուրախացի եւ դու ավելին կլինես, գիտես, դու ավելի մեկ քայլ ավելի առաջ կընթանաս, քանց թե դու երբ որ ամեն հաջողողի հետ ինչ որ միտք ես արտահայտում, սա էլ գնաց ինձանից հետո եկե հիմա ես ոնց բարձրացավ ինձանից, գիտես այդ մտքերը քեզ թույլ չեն տա որ դու հոգեվոր աճ ունենաս։ Այդ մտքերը նոր մտքեր կբերեն, գիտես չար մտքերը, երբ որ մեկը գալիս է, մյուսն էլ է գալի։ Հիմա գալիս է խռովությունը խռովության հետ, բորբոքը բորբոքից հետ, վատ բառերը, այսինքն երբ որ մի բանից բռնում է սատանան, շարունակությունը հաստատ կա։ Ու դու պիտի շատ զգուշ ես, թե ինչ ոնց ես անգամ մտածում, որովհետև ամբողջ կռիվը ստեղ է կատարվում, ամբողջ որոշումը ստեղ է կատարվում։ Եվ եղբայրասիրության մեջ ասում է շատ ուշադիր է։ Մի զարմանաք եղբայրքս, եթե աշխարհը ատե ձեզ։ Մենք գիտենք, որ մահից կյանք փոխարինվենք, բայց ով որ չի սիրում եղբորը մնում է մահի մեջ։ Տեսեք ինչ բան ասում։ Գիտես, հարգելու մասին չի խոսում, սիրելու մասին է խոսում։
ասում է ով որ եղբորը կամ քրոջը հոգևոր կլինի եւ այլ չի սիրում, նա մահի մեջ է մնում, այսինքն մահը դա կենդանության հարությունը չէ։ Այսինքն մեր վարմունքը, մեր այն հոգևոր ներսը պիտի ամբողջովի բժշկված լինի, ամբողջովի սրբված լինի։ Հետևությունները ձերն է, ժողովուրդ ջան։ Հիմա այս խոսքը կվերցնեք, կգործեք, առաջ կընթանաք, Տերն էլ քեզ ավելին կսրբի, ավելի նոր բաներ կհայտնի, որ աչքդ չի տեսի, ականջդ չի լսի։ Բայց ու գիտես եւ վստահ կլինես, որ երբ որ ուզում է վաղը գա, ուզում է 1 ժամից գա Տեր, ուզում է 10 տարուց հետո գա, ես փրկված եմ եւ ես նրան կտեսնեմ, այս սա է կարևորը, որ մեր կյանքերի մեջ պետք է որ անհապաղ այսպես այս խոսքը շատ ճիշտ է, չէ՞, անհապաղ այդ զբաղվես այդ գործով, քո անձով։ Եթե մեկի մեջ մի խնդիր էլ տեսնում ես, օգնության հասի, չես կարող օգնես, ոչինչ մի ասա, նրա թերության վրա, Պողոսն ասում է կաղը տեսնես, զգուշացի, հանկարծ հետ չմնա, գնա օգնի, եթե դու զորավոր ես, եթե դու հավատքիդ մեջ աճել ես, օգնիր մյուսներին հավատքի մեջ բարձրանում, դրանով քո հավատքը կերևա, դրանով քո գործը կերևա, Տերը կտեսնի եւ կասի հավատային ծառա է, նա կերակուրը տալիս է իր ժամանակին, նա անընդհատ օգնում է։ Իմ խոսքին համաձայն, ինչպես որ Քրիստոսն էր օգնում, ամենքին, ով որ խնդրում էր ժամանակ ունենար, չունենար, հանգիստ ունենար, չունենար, նա գնում էր եւ անում էր։ Այդպես էր Քրիստոսը, այդպես էր։ Եվ ամեն ով որ եղբորը ատում է, տեսինք հրաշալի բան։ Ամեն ով որ եղբորն ատում է, մարդասպան է եւ գիտեք որ ամեն մարդասպան հավիտենական կյանք չունի հաստատված իրանում։ Դեք ասում է, եթե անգամ ատելու հասնես, մի օր երբ որ չապաշխարես, Քրիստոսին հանդիպես ասելա գրված է մարդասպանները երկիք չեն ժառանգելու, ասել ես ում եմ սպանել Տեր։ Այդ սպանեցի, որ չհասա երկինք։ Գիտես այսպեսի մարդիկ Ջոն Բիվերն էր տեսել, ասպա հավաքված են մի ամբողջ ու ասում են Տեր, քո անունով էլ դևեր ենք անում, քո անունով հրաշքներ ենք անում, ո՞նց չես մեզ ճանաչում։ Այսպես բաների պատճառով։ Սիրելիս, այստեղ եղբայրասիրության մասին է գրված, բայց շատ ժամանակ ընտանիքների մեջ էլ այդ ատելություն, ավելի վատ բան է դա։ Ավելի վատ բան է։ Դրա համար քո հոգևոր վիճակը թող եկեղեցուց տան չտարբերվի։ Ես մի բան ասեմ, որ դա ինձ ուրախացրեց, բայց ես դա չգիտեի, հետո իմացա։ Ես մի անգամ կուխնում կոֆե դնում ու սկսեց sense միտք եկա, որ մի հատ տիրոջս գոհանա, տիրոջիցս։ Ու մի այդպես աղոտ բարձացավ իմ մեջ։ Այդ կոֆե տակն անջատեցի ու սկսեցի աղոթել ու ասես գրական հենց աղոթքներ եմ անում, ես տենց աղոթքներ չէի անում։ Ասես աղոթելով եկա միջանց, համար այդ մեր պատեզդի դեմնա գալի, դե դուրը փակ ու ասես որ աղոթեցի բրծա, այս ինչ լավ աղոթեցի։ Ես ինքս ինձանից զարմացա, ասես ինչ գրական էր, զապ ես պետք է արվեր, ես ինչ լավն էր։ Պարզվում է, հենց այդ պահին, Աստված դե չգիտենք մենք ինչ ա կատարվում։ Հենց այդ պահին մեր անհավատ հարևանուհին լսում է ու հետո աննային պատմում, ասում Արամը նենց աղոթեր։ Ուզեի դուրը բաց անեմ, տուն մտնեմ, ասեմ Արամ ջան, իմ հատ ինձ վայել աղոթի։ Գիտես, քո տանից պետք է Աստծո հոտ գա։ Դու պիտի ինչպես այստեղ ես, այնպես էլ տանը լինես, այնպես էլ գործի վայրում լինես, այնպես ամենուր լինես, ով ինչ կխոսա, դա քեզ պիտի չհուզի, դու Տիրոջ կամքը ոնց նա է ցանկանում, այնպես էլ ապրիր։ Եվ քո կյանքը Աստված կմաքրի եւ կսրբի։ Եվ դու մարդասպան չես դառնա։ Գիտես, չսիրելուց հետո մարդասպան է դառնում, որովհետեւ ատում է։ Մանավանդ հաջողության հասով։ Հոլովուր գնաց, կամ ես ինչ բանն առավ, ես այսքան տարվա մեջ չեմ կամ տանս մի բան դնեմ։ Գիտես, այնքան բաներ կա, որ մեր ներսից պետք է հանենք շպրտենք։ Դա մեզ պետք չի։ Ով որ այս աշխարհի ապրանքն ունենա եւ տեսներ եղբորը կարոտ մի բանի եւ իր գութը փակե նրան, ինչպես Աստծո սերը կբնակված կլինի անում, հարցով է դիմում, ինչպես Աստծո սերը կբնակված լինի։ Գիտես, ասում եմ, եթե եղբորդ ես կարիքի մեջ եւ դու հնարավորություն ունես ինչ-որ բանով օգնես,
ինչի ես գութդ փակում, ինչի է քո այդ ողորմությունը, այդ օգնությունը, ինչու ես փակում։ Ես մի բան իմ կյանքից վստահ եմ, որ շատ ծախսեր ու խնդիրներ ունեցա մեքենայից հետ կապված, մոտորը եւ այլ, ինչ եղավ, ասես քանդեց, դրանից հետո էլ պարտքից հետո էլ մեկ էլ ձնով սղաց, խոսքով ավելի շատ մեծ ծախսի մեջ։ Բայց գիտեք ինչ կատարվեց։ Մարդիկ հայտնվեցին ու ինձ նենց օգնեցին ու օրհնեցին։ Գիտես ինչը կարողացա փոքր տալ, ասեցի մնացածը պետք չի։ Ամեն բոլորն եմ ասում։ Ոչ թե մի հոգի արավ, այլ մի քանի հոգի արավ։ Եվ գիտես մի բան ասեմ քեզ, որից մեկը ընդհանրապես Աստծուն չի ճանաչում։ Ընդհանրապես հավատ չունի, ընդհանրապես դե իմ կարծիքով, ընդհանրապես եկեղեցի չի գալիս։ Եվ գիտես, ես շատ ժամանակ անհավատ մարդկանցից եմ սովորում, գիտես, ասում հլա նրա ողորմությանը, նրա օգնությանը, նրա կամքին նայ, ոնց է դրսևորում։ Տալիս է գործանող մարդ է, իրան փող անհրաժեշտ է, ասում է պետք չի, կարա չտաս։ Ասում է չէ կբերեմ, ասում է չէ, այդպես բան չանես։ Ու այդ մեքենան սարքեցինք։ Եվ այստեղ Աստծո եւ ողորմությունը տեսա, եւ եղբայրների եղբայրասիրությունը տեսա, այն որ նեղության մեջ մեկը մյուսին հասավ եւ որն էլ աշխարհից եկող մարդիկ անգամ։ Ես երբ որ հավատքի մեջ դեռ մի փոքր խմում էի, բայց իմ անհավատ ընկերոջից, որ դեռ մինչև հիմա անհավատ է, ասաց ես ամբողջ կյանքում չեմ խմել։ Ու նա ինձ օրինակ եղավ, որ նա անհավատ լինելով չի խմում, ես հոգևոր եմ, ինչի՞ պետք է խմեմ։ Մանավանդ մեր Տերն ասել է, այլևս այս գինից պետք է չխմել։ Գիտեք շատ բաներ կա, որ իրոք աշխարհի մեջ Աստված հենց բաներ է բերում, ամաչեցնում է յուրաքանչյուրս։ Որ ասում հալանա է, նա հեչ չի ճանաչում Աստծո խոսքը, բայց ո՞նց է կատարում է, ո՞նց է ուրախությամբ կատարում։ Այո, Տերը տենց ամաչեցնել գիտի։ Եվ փառք Աստծուն իմ այն եղբայրների համար, որ ինձ օգնեցին կամ ով ցանկացան, որ օգնեն, որովհետև օգնությունը իրոք ինձ համար մեծ էր եւ անհրաժեշտ։ Եվ սրանով ենք ճանաչում, թե ճշմարտությունն ենք եւ նրա առաջինը հանդես բերել մեր սրտերը, որ եթե մեր սրտերը մեղադրեն մեզ, այլ Աստված մեր սրտից ավելի մեծ է եւ ամեն բան գիտե։ Սիրելիներ, եթե մեր սրտերը չմեղադրեն մեզ, համաձայնություն ունենք, որ ունենք առ Աստված, այսինքն գիտես շատ ժամանակ քո միտքը երբեմն մտատանջում է, ինչ որ բան Ես մտքով տասնում ասում ես, հա, դե լավ իզուր ասի կամ իզուր արի, ինչ որ մի բան, գիտես ասում ես, եթե քո սիրտը անգամ քեզ մեղադրում է, բանալա Աստված, իսկի Աստված, եւ հետաքրքիր աղոթքի ձև, որից հետո այս խոսքն է գալիս։ Եվ ինչ որ խնդրեք կառնեք նրանից, որովհետև նրա պատվիրանքները պահում եք։ Սա նույնպես այն սրբության գործն է, որ դու անում ես։ Այսինքն ամեն մի խոսք դու վերցնում ես եւ կատարում ես եւ դա քեզ համար արդեն ոչ թե պարտադրանք, այլ ուրախության կամ բնավորության գիծ է դառնում։ Գիտեք, փոքրուց ոնց մեծացել ես, այդ մինչև այդ բնավորության մեջ ես մեծացել ու ինչ որ համոզված ես եղել, այդ բնավորության մեջ ես համոզվել։ Իսկ երբ որ սկսում ես Աստծո կամքը կատարել, նրա գործը անել, ու դա 1-2 դա արդեն դառնում է քո բնավորությունը, ու դա դու դառնում ես Քրիստոսի նման։ Եվ ասում է, նրա պատվիրանքները երբ որ կատարում ես, ինչ որ խնդրեք, այն էլ կառնեք։ Եվ նրա առաջին հաճո եղածը անում ենք։ Նշանակությունը ասում է, պատվիրանքները կատարում ենք, իր առաջ դրված հաճո ամեն բան անում ենք։ Տիրոջը հաճելին ինչ է։ Որ նրա ինչպես որ նա գնաց, մենք էլ նրա պես գնանք։ Ինչ որ նա արեց, մենք էլ նրա պես անենք, լինենք նրա նման։ Դա Աստծո շատ դուր է գալի։ Երբեմն եղած կլինի երեխա ունեցողների մասին եմ ասում, որ ինչ որ լավ բնավորություն ես քո երեխի մեջ տենում ես, ուրախանում ես, չէ՞։ Հա առավել եւս Աստված։ Արք Տիրոջը։ Եվ Աստված ուզում է հստակ դու քո կյանքը փոխես։ Հստակ փոխես, որոշում կայացնես եւ այլևս հետ դարձի չան։ Գիտես, հետ եկողներին էլ Աստված ընդունում։ Ուրախանում է, որ կորած է գտնվեց։ Բայց գիտես, Աստված սիրում է նրանց հետ ավելի շատ գործ ունենալ, ովքեր որ իրանից կպած են, ովքեր ամեն ժամանակ իրան են փնտրում, նրա կամքն են կատարում։ Սովորական մի բան ասեմ, երբ որ մի քանի երեխաներ ունենաս,
ու մեկը անընդհատ քո ասածը լսի ու անի։ Երբ որ ասենք թե մոռացել եմ այգու ծառը ջրեմ, խնդրում եմ գնա աշխատանքի եմ։ Բալիկս կգջրես անպայման։ Գալիս ես տեսնում ջրածը։ Ում հետ ավելի գործ կունենաս, այն որ ասում է չի գնում, թե որ թեկուզ եւ կամակորություն անում, բայց հետո անում է հասկանալով այդ պատասխանատվությունը։ Եվ դա շատ կարևոր է։ Եվ Աստված հստակ ուզում է անջատել մաքուրը անմաքուրից։ Եվ դա պիտի լինի մեր կամքը Աստծո մեջ, որ պիտի մենք էլ անջատենք, որովհետև Աստված այդպես է ուզում մեզ տեսնել։ Եվ խոսքը կարդում եմ 2 Կորինթացիս 14-րդ գլուխն է եւ 6-րդ խոսքի 14-րդ գլուխը։ Տեսեք ինչ ասում, անհավատների հետ այլախառն լծակների մի լինեք, որովհետև ինչ մասնակցություն ունի արդարները անօրինության հետ, եւ ինչ հաղորդություն ունի լույսը խավարի հետ, եւ ինչ միաբանություն ունի Քրիստոսը Բելարի հետ, կամ ինչ բաժին ունի հավատացյալը անհավատի հետ։ Սիրելիս, շատ ընտիր է, երբ որ հավատացյալները մեկտեղ հավաքվում են։ Գիտես, եղբայրների հավատքը ամեն մեկիս օգնում է, մեզ ամեն մեկիս օգնում է։ Նրանց աղոթքն է օգնում։ Գիտես, պարտադիր չի, որ ֆինանսական օգնություն ունի։ Գիտես, շատ ժամանակ ելնում է, որ հավատքի մեջ տկարանողներ լինում են։ Շատ լավ է, որ դու կանգնես եւ զորավոր օգնես իրան։ Նրա հավատքը բարձրացնես, նրա ցույց տաս, որ ինքը կյանք ունի եւ ավելին ունի, որտեղ Քրիստոսն է բնակվում նրա մեջ։ Եվ ասում է, անհավատի հետ ինչ գործ ունես։ Գիտես, Պողոս առաքյալը շատ ժամանակ անհավատների հետ էր գնում, բայց մի նպատակով, որ նրանց փոխի, նրանց Քրիստոսին բերի, եթե դա չկա մեջ կամ Տերը քեզ չի ուղարկել, մի մտնի կարող է դու էլ դառնաս այնպեսին, ինչպեսին իրանք են, որովհետև չար բանն ավելի հեշտ ես ընդունում, քան թե բարին։ Այն որ բարին ավելի թեթև է, որ Տերն է տալիս, ավելի ուրախալի է, ավելի սքանչելի է, բայց մարդը էությամբ ձգտում է մեղքը։ Եվ դրա համար պետք չի չար ընկերակցությունների մեջ լինես, ինչ գործ ունես այնտեղ։ Եթե կարող ես վերափոխել մարդուն, ապա այդ մարդին վերափոխել։ Եթե տեսնում ես չի վերափոխվում, ուրեմն կամ չես կարողանում, կամ դու ես նմանվում։ Ես մի հատ գիտնական փոքր կապիկ էր վերցրել ու իր թորանը դրել կապիկի հետ, ասել էր, այս կապիկը երեխի հետ որ մեծանա, կամաց սկսի մարդկային շարժումներ անել եւ այլ եւ այլ։ Գիտեք ինչ էր կատարվել 3 տարեկան, 3 տարի իր հետ էին եղել։ Երեխեն էլ չէր խոսում, կապիկի պես էր ման գալիս, նա էր դարել կապիկի նման։ Բայց Աստված էլ այստեղ ասում է, չարի հետ մի գործ մի ունեցի, փոխվի։ Դու ինչ գործ ունես այնտեղ։ Կամ ինչ համաձայնություն ունի Աստվածո տաճարը կուռքերի հետ, որովհետև դուք կենդանի Աստվածո տաճարն եք։ Հասկանում եք, չէ՞ որ մեր մարմինները թեկուզ եւ երկինքը չեն ժառանգելու, բայց նա այսօր հանդիսանում է Տիրոջ տունը։ Գիտես, ասում է Աստված մարմին ունի, Քրիստոս ունի, Սուրբ Հոգին ունի մարմին։ Նոր ասեցի, ամենքից մարմինը Տիրոջինն է, այո, Սուրբ Հոգին ունի մարմին, որովհետև քո մարմնի մեջ է բնակվում եւ դա արդեն իր մարմինն է։ Իսկ որ հոգի դուրս գա գնա Տիրոջ առաջ կկանգնի, այդ մարմինն էլ ոչինչ է, անգամ Սուրբ Հոգին էլ չի պետք, որովհետև նորովի պիտի լինենք երկնքում, այն ինչ որ չենք տեսել, ինչ որ չենք պատկերացրել, դա պիտի տեսնենք։ Այդ գալիք հույսի մեջ դուք էլ հավատքը բարձրացրեք ձեր։ Իմանալով, որ աշխարհի ամեն մի բան ժամանակավոր է եւ անշուք եւ տհաճ։ Այո, երկիրը դրախտի շուքն է, նրա շվակն է։ Ինչքան գունավոր ու գեղեցիկ բաներ են սպասվում։ Այսօր ոսկիները մեր մատներին բաց այդտեղ փողոց է, փողոց է սարքած ոսկի։ Պատկերացնում եք ինչպես պիտի ապրենք եւ այն էլ հավիտենության եւ Տիրոջ հետ միասին։ Եվ ասում եմ ձեր մարմինը հոգու տաճարն է, ուշադիր եղեք։ Ինչպես Աստված ասեց, թե նրանցում կբնակվեմ եւ նրանցում ման կգամ եւ նրանց Աստվածը կլինեմ եւ նրանք իմ ժողովուրդը։ Դրա համար նրանց միջից դուրս գնացեք եւ բաժանվեք, ասում է Տերը։ Սա մի ձև է, սիրելիս, որ հոգեվոր մարդը պետք է անի։ Այլախառն լծակներին մի մասնակցեք։ Եթե քո հարևանը անդադ բամբասանքների մեջ է եւ չես կարող մի ամփոխես, լավ կլինի, ավելի լավ կլինի սուրճի ել չգնաս։ Այս զբաղված է։ Դրա տեղ եթե գնաս մեկին աղոթես կամ մեկին Աստծո խոսքը կարոզես,
ավելի մեծ բան արած կլինես, քան այդ կնոջ հետ կարող է մի օր էլ տեսնես ըլլում է, գիտեք, շատ ժամանակ։ Ես իմ անձից եմ ասում, ու ստա բոլորի համաձված եմ, որ շատերի հետ ապա։ Եթե ինչ-որ մի խոսք լսում ես, անկախ քեզանից մի բան էլ ուզում ես դու ասես, ու բացվում է մի այլ ճանապարհ, որը տհաճ Աստծուն։ Ու դու ինչ գործ ունես։ Եվ առաջի Հովհաննեսից 1:3-ն եմ ուզում կարդամ. ամենը, որ հավատում է, թե Հիսուսն է Քրիստոսը, Աստվածանից է ծնված, եւ ամեն, որ ծնողին սիրում է, նրանից ծնվածին էլ է սիրում։ Սրանով ենք ճանաչում Աստծո որդիներին, սիրում ենք, երբ որ սիրում ենք Աստծուն եւ նրա պատվիրանքները պահում։ Սա նորից գալիս է այն մտքին, որ այո, մենք պիտի մենք անկեղծորեն եւ սրտներս բազմեկս մյուսիս համար խոսքն ասում է քո անձից անգամ առավել սիրիր նրան։ Եթե այդպես սիրես, երբևիցե նրա մասին չարը չես ասի։ Եթե մեկը տեսնես չարն ասում, անպայման կլռեցնես, կասես մի աս այդ մարդը այդպես ինչ չէ, այդ սերը քեզ թույլ չտա մտնես այդ խոսքի մեջ։ Եվ դրա համար Աստված սովորացնում է, ասում է, տեսեք, ասում է, երբ որ հորը սիրենք, որդուն էլ նրա ծնվածից էլ կսիրենք։ Եթե նրա ծնվածին սիրում ենք, նրա որդիներին էլ պետք է սիրենք։ Ամեն, եւ նրա կամքը կատարում ենք դրանով։ Մի ուշտել ասում նոր պատվիրանք եմ տալիս։ Որովհետև սա Աստծո սերը, որ նրա պատվիրանքները պահենք եւ նրա պատվիրանքները ծանր չեն, որովհետև ամենը, որ Աստվածանից է ծնված, հաղթում է աշխարհին, եւ սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատքը։ Հիմա իմացանք ոնց կարող ենք աշխարհին հաղթենք։ Ինչքան քո հավատքը բարձրանա, այնքան քո մարմնավոր ցանկություններն ու մտքերն ու երազանքները, չգիտեմ, մարդկա, ես իմ աշխարհից աշխարհիկ բաներ է երազում, որ ունենա, բայց գիտեք, կարաս ասես վատ բան չի ցանկանում այս մարդը, ինչ ասում, որ հա ուզում է ունենա, բայց գիտես, այսօր նոր խոսացինք դրա մասին, եթե Տերը գիտի, որ դա քեզ պետք է, անպայման կտա, բայց դա թող չլինի քեզ համար ինչ որ մտածմունքի խնդիր կամ գիտեք, երբ որ մի բանի վրա սկսում ես շարունակական մտածել, նա արդեն քեզ համար գլոբալ միտք է դառնում ու երբեմն էլ ուզում ես մոռանալ, չես ազատվում, որովհետև արդեն դրանից սատանան բռնել է, գտել է բանալին, թե դու որտեղ ես սխալվում։ Դրա համար պետք է հետևողական լինենք մեր հավատքին, մեր գործերին, գիտես աշխարհը հավատքով ես հաղթելու։ Քո հավատքի վրա աշխատի, որ դու բարձրանաս, ինչքան հավատքդ բարձրանա, այնքան քո անձը կսրբվի։ Դու կսկսես սրբություններին ավելի լայն տեղ տալ, ժամանակավորը թողնելու եւ հավիտենությունից բռնվել, գիտենալով, որ դա բարձրագույն Տիրոջ կամքն է։ Եվ ով է, որ հաղթում է աշխարհին, եթե ոչ նա, որ հավատում է, թե Հիսուսն Աստծո որդին է։ Հիմա հասկացանք, որ ամենքս ունենք այդ բանը։ Այսինքն ամենքս էլ հավատում ենք Հիսուս Քրիստոսին, որ Աստծո որդին է, չէ՞։ Մենք ամենքս ունենք այդ բանալին, որ պատտենք եւ սկսի աշխատել։ Մենք ամենքս ունենք, սա ամենքի համար դժվարություն չի, սա ամենքի համար հասանելի է։ Եվ քո հավատքով կարող ես հաղթել քո յուրաքանչյուր խնդիրներն ու խնդիրները, մարդկանց այդ շփումները, որը որ քեզ երբեմն տրտմեցնում է, բայց գիտես դու հաղթող պիտի լինես։ Եվ սա է վկայությունը 11-րդ խոսքից եմ կարդում, Աստծո հավիտենական կյանք տվավ մեզ եւ այս կյանքը նրա որդու մեջ է։ Ով որ որդուն ունի, նրա կյանք ունի, եւ ով որ Աստծո որդուն չունի, կյանք չունի։ Այսօր հասկացանք, չէ, որ մենք երբևիցե այդ կյանքը չենք կորցրել։ Մենք ամենքս էլ կյանք ունենք Քրիստոսի մեջ, որովհետև հավատացել ենք նրան։ Եվ նորից կրկնում եմ այն խոսքը, որ ուղղակի պարզապես պետք է մենք շարունակական հետևողական լինենք մեր վարքին, մեր գործերին, մեր խոսքերին, որովհետև երբ որ Քրիստոսը գա, ասում է նրա նման կլինենք, արդյոք ասում է հավատ կգտնենք։ Իսկ եթե հավատքի մեջ դու լինես ու հաղթող ես արդեն իսկ Տերը դեռ չեկած, որովհետև այդ նշանը քո վրա կլինի։ Հավատում ես սրան։ Ամեն։ Այս բաները գրեցի ձեզ Աստծո որդու անունի հավատացյալներից, որ գիտենաք, թե հավիտենական կյանք ունեք։ Գիտեք, այս միտքը թող երբևիցե քեզանից չհեռանա, որ ինչ դժվարություն ու նեղություն էլ ունենաս, հավիտենական կյանք ունես, որ շատերը երանի կտան, երբ որ ճշմարտապես կճանաչեն դա։ Ես այն համաձայնություն, որ ունենք դեպի նրան, թե ինչ որ նրա կամքին պես խնդրում ենք, լսում է մեզ։
Սա ևս նոր մի բանալի, մեկը որ կամքը կատարում ենք, նրա խոսքի համաձայն գնում ենք, եւ այստեղ ասում է, թե ինչ որ նրա կամքի պես խնդրում ենք, նա լսում է։ Գիտես, աղոթքի ձև, որ Աստված հասկացում ես լսելը, թե չէ, հələ նրա կամքի պես աղոթի։ Ինչ որ նա է կամենում։ Մի քանի տեղ էլ Աստված խոսում է այն մասին ու ասում, որ երբեմն ինձ չարաչար եք խնդրում։ Երբեմն մենք մարմնական, այլ ֆիզիկական եւ այլ ցանկություններ ենք խնդրում, Տեր ես տուր, ու այն տզրուկին ենք նմանվում, գիտես, Աստծո խոսքի մեջի, որ ասում է երկու աղջիկ ուներ եւ երկուսի անունն էլ տուր էր։ Տզրուկը երկու աղջիկ ուներ, խոսքը այդպես է սկսվում, եւ երկուսի անունն էլ տուր էր։ Հարկաստուն այս խոսքերի համար, գիտեք, մենք ոչ թե պիտի լինենք այդ տուր Տերը տալիս է։ Պարզապես ինչքան բացվենք, Տերն ավելի է տալու, այդ համոզված եղիր։ Դրա համար ամենից առաջ Տիրոջ արքայությունն ու արդարությունը փնտրիր։ Եվ այդ ամենը կտրվի ձեզ։ Ամեն։ Եվ այսպես ասում է, նրա կամքի պես ենք խնդրում, եւ եթե գիտենանք, թե լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք, որ առնում ենք մեր խնդրվածքները, որ խնդրեցինք նրանից։ Սա ևս մեկ ապացույց, սիրելիս, որ ինչ որ խնդրում ես, Տերը տալիս է, որովհետև նրա կամքին համաձայն ես խնդրում։ Այսինքն, երբ որ կամքը կատարում ես, դու քո անձը սրբում ես, ինչքան սրբում ես, այնքան մոտենում ես, ինչքան մոտենում ես, այնքան Տերը քո հավատքը բարձրացնում է։ Այն հավատքի սերմը, որ քո ներսում է, նա քեզ թույլ չի տալիս մեղք գործես։ Քեզ սկսում ես աստիճանաբար զզվել մեղքից, ինչպես որ Աստված է զզվում։ Ասում է, ատում եմ մեղքը, բայց ոչ մեղավորին։ Դու էլ ես զգում, որ մարդիկ չեն հասկանում ինչ են խոսում, այն քեզ վարկաբեկողը չի հասկացել ինչ է ասում։ Դու այդպես ես զբաղվում, ինչպես որ Քրիստոսը, եւ գիտես, չես նայում, ինչ խոսած ասում ես Տերն էր իրան։ Եվ սա այն ճշմարտություն, եւ Տերն ասում է, այս մեկին հավանեցի։ Գիտես, նույն բանը արեց Տիրոջ ծառաներից մեկը, որ երբ որ քարկոծում են Ստեփանոսին, ասես Տերն նույն բանը ասեց, ինչ որ Քրիստոսն ասեց, նույն ձևին ներեց, ինչպես Քրիստոսը ներեց, ու որ ոտքի կանգնեց, որ այլևս չէր կարող ոտքի կանգնի կներեք, ընկած էր, ասեց այս խոսքերը եւ տեսավ երկինքն իր համար այդ խոսքի պատճառով բացվեց եւ Հիսուսը այդ խոսքի պատճառով կանգնեց, որ դիմավորի։ Սա ինչ պատիվ է, զգում եք դա, ինչ պատիվ է, Տերը կանգնում է քեզ դիմավորելու համար։ Փառք Հիսուսին։ Ժամանակ։ Հիմա, քանի որ Տիրոջ մեջ ենք, այլևս մեր կյանքը մեզ չի պատկանում, Տիրոջին է պատկանում։ Ուզում եմ այս խոսքն հստակեցնենք, որ մենք մեր անձերը սրբենք, որովհետև մենք յուրաքանչյուրս ինչ որ անում ենք, Տիրոջն ենք ներկայացնում։ Նրան, գիտեք, ինչ որ խոսում ես, ասում են, սեն հավատացել է, չի կամ ինչ որ արել է, այն չի։ Դրա համար մեր անձերը պիտի կենդանի պատարագ մատուցանենք, ամենից առաջ Տիրոջը եւ մեր գործերը, ասում է, աշխարհի մարդիկ կտեսնեն ձեր գործերը եւ կփառավորեն Հորը, որ երկնքում է։ Սա այն պատասխանատվությունն է, որ մեր անձերը ամեն ժամանակ պիտի մաքրենք, սրբենք, ամեն ժամանակ։ Եվ հրաշալի խոսք եմ ուզում կարդալ Հռոմեացիս թղթից 14-րդ խոսքի 7-րդ խոսքից կկարդամ, որովհետև մեզանից ոչ ով ինքն իր համար չի ապրում, եւ ոչ ով իր ինքն իր համար չի մեռնում, որովհետև եթե ապրենք Տիրոջինն ենք ապրում, եւ եթե մեռնենք Տիրոջինն ենք մեռնում, ուրեմն եթե ապրենք եւ թե մեռնենք Տիրոջինն ենք։ Վասնզի նույն իսկ նրա համար էլ Քրիստոսը մեռավ եւ կենդանացավ, որ մեռելների եւ կենդանիների վրա տիրի։ Եվ այսուհետև երբ որ դու Քրիստոսին ընդունել ես եւ ինչեւ հիմա չես իմացել դրա մասին, կամ լուրջ չես ընդունել, կամ մի բան չես ընդունել այնպես ինչպես որ հարկն է, այս խոսքերը դրա համար է, որ այսուհետ իմանաս, որ ինչ որ անում ես դու Տիրոջինն ես։ Նրա կամքն նրա գործն ինչ որ նա անում էր, դա պիտի անես։ Եվ դու կփառավորվես այս երկիրը, գիտեք, փառք ամբողջ Աստծուն է, բայց Աստված սիրում է փառավորել իր զավակներին։ Գիտեք, Սողոմոնին ասեց, քանի որ դու խնդրեցիր ինձանից իմ ժողովրդի վրա իմաստություն տաս կիրառեմ, ասինքն նա թագավորը եւ հասկանում էր, որ չի կարող այնպես կառավարել ինչպես պետք է,
Բայց Աստծուց խնդրեց, ասավ քո ժողովրդին ինչպես կառավարեմ, եթե Տեր դու ինձ իմաստություն չտաս, եւ Տերն ասավ, ես քանի որ ինձանից չխնդրեցի հարստություն ու փառք, այդտեղ խոսում է փառքի մասին։ Ես դա կտամ քեզ։ Փառք էլ կտամ։ Գիտեք, առաջին մարդն էր, որ փառք ստացավ։ Քանի որ տեսավ, որ իր անհանգստությունը ոչ թե հարստության, թագավորության մեջ էր, այլ որ ժողովրդի ճիշտ կառավարի։ Դա Տիրոջը շատ դուր եկավ։ Եվ գիտեք, ժամանակ երբ որ կգա վերադառնանք առաջի խոսքին, երբ որ ասում է մենք չգիտենք մեր ժամանակը, ժամերը, մենք չգիտենք թե Տերը երբ է գալու, ինչ է լինելու մեզ հետ, բայց երբ որ կգա մենք նրա նման կլինենք, դա գիտես, այսօր մի հատ հենց հիմա խոսք եմ ուզում կարդամ, որ գիտենանք, որ ամեն մեկս օրերից մի օր կկանգնենք Տիրոջ առաջ։ Եվ դա լինելու է բոլորիս հետ։ Սա ոչ թե վախեցնելու կամ անհանգստության, սա ավելի լավ կլորակությամբ ընդունես, որովհետև հնարավոր է դու էլ Ստեփանոսի պես գնաս եւ Տերը կանգնի քեզ համար եւ քեզ դիմավորի։ Եվ 12-րդ խոսքից, նույն խոսքի 12-րդ խոսքից, ուրեմն մեզանից ամեն մեկը իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն։ Սա իմացիր, որ քո անձը սուրբ պահես եւ գիտենաս, որ քո անձի համար դու պիտի հաշիվ տաս։ Խնդրում եմ փառաբանության թիվը գա, վերջի խոսքը կկարդամ։ Եվ հիմա մեզ ինչ է պետք, որ մենք սրբենք, մաքրվենք, որ մենք Աստծո առաջ երբ որ կանգնենք չամաչենք։ Եվ կարդում եմ առաջի Պետրոս 5-ի 7-րդ խոսքը։ Ձեր բոլոր, կներեք 6-ից։ Խոնարհեցեք Աստծո հզոր ձեռքի տակ, խոնարհվեցեք, որ ձեզ բարձրացնի ժամանակին։ Հիմա հոգևոր աճդ ինչպես է երևում, խոնարհություն Աստծո հզոր ձեռքի տակ։ Խոնարհվեցեք եւ Աստված ասում է, որ Աստված ձեզ բարձրացնի։ Ձեր բոլոր հոգսը նրա վրա գցեցեք, որտեղ նա հոգս է անում ձեզ համար։ Հիմա իմացաք դուք խնդրեք, չխնդրեք, եթե Աստծո որդին ես, զավակն ես, դուստրն ես, Աստված միշտ հոգս է անում քեզ համար։ Ինքը միշտ հոգատարությամբ քո կյանքը բարելավում է։ Դու խնդրես, չխնդրես, ինքն անում է։ Եվ արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսող թշնամին սատանան գոռոզ առյուծի պես ման է գալիս եւ որոնում է թե որին կուլ տա, որին հակառակ կացեք հավատքով, հաստատված հավատքով։ Գիտես, սատանան երբեք չի քնում, չի կանգնում, չի սպասում, անդադ շարժի մեջ է, որ հավատացյալին կուլ տամ։ Գիտես, աշխարհի ամենաանհավատները, երբ որ դժոխք են գնում, նա այդքան չի ուրախանում, բայց մեկ անհավատի կոտրումից ինքը շատ է ուրախանում։ Գիտեք, ինչպես որ Հիսուս Քրիստոսն իր 199 ապահովին թողնում եւ գնում կորած մի գառան հետևից եւ շատ ուրախանում գտնելու ժամանակ, այն նույն օրինակը վերցրել է սատանան եւ այն դժոխք գնացողներին ազատ թողում է։ Մեկան գնում են եւ մեկ ով որ Աստծուն կարող է գալ, նա նրա հետևից լարված է եւ սպասում է որտեղ կսախալվի որ կուլ տա։ Եվ ինչպես իմ երազը պատմեցի, այդ սահմանից դուրս մի արի, ցեխի պես կպչում է։ Եվ կարող եք կանգնել ոտքի սիրելիներ, Տերը օրհնի ամեն մեկիդ, եւ ուզում եմ խոսքը եզրափակել, եւ ասում է սատանային կարող ես հակառակ կացեք հավատքով հաստատված, գիտենալով, որ ձեր եղբայրներն էլ որ աշխարհի մեջ են, նրան չարչարանքներ են քաշում, եւ ամեն շնորհքի Աստված, գիտես կարող ասես, ես մի քիչ ուրիշ ձևի հոգևոր եմ, գիտես, մի քիչ ավելի շատ եմ տուժված, չարչարված, բայց ասում Աստված, ասում դու մենակ չես, եղեպես չմտածենք ասելով, որ Տեր ես մենակ եմ մնացես, ինչ պետք է լինի իմ վիճակը, ասես քո նման 1000-ն, 7000-ն էլ ունեմ, բայց դրա մեջ զորություն եւ փառք կա, ես հիմա կարդամ շարունակությունը։ Եվ ամեն շնորհքի Աստված, որ մեզ կանչեց իր հավիտենական փառքի մեջ Քրիստոս Հիսուսով,
որի մի քիչ չարչարվում ենք, կատարյալ անե, հաստատե, զորացնե, հիմնե։ Հիմա իմացա ինչի համար է մի քիչ չարչարվում, որ ձեզ կատարյալ անե, որ ձեզ զորավոր անե եւ որ ձեզ հաստատի։ Նրան լինի փառք եւ իշխանություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։